չեք մտածել նորից վերամիավորվելու։ Հանգամանքներ կան, որ ուղղակի հիմա չեմ ուզենա այդպես մանրամասն։ Ուղղակի այս պահին հնարավոր չի։ Խումբը փորձեց ապրել նոր արտիստներ ներգրավելով, բայց հանդիսատեսը կարծես այդքան էլ չհարմարվեց այդ փաստին։ Մարդկանց ընկալման մեջ միշտ այդ համեմատականը մնում է, որը խանգարում է համ այդ նորեկած երգչին, համ խմբին։ Որոշում կայացրիք մեկնել ԱՄՆ։ Ոչ թե գնացի, որ շատ հաց ու երշիկ առնեմ, այ հոգեբանական խնդիր կա, ճնշող մթնոլորտ է շատ։ Փառք Աստծո, որ չմտա քաղաքականության մեջ, չնայած դրա բոլոր վտանգները կար իմ կյանքում։ Ռոկ Երևանյան օթերներ էր փակ, մինչև հիմա էլ այդ փակողները փորձում են երի փակել լիքը, բայց փառք Աստծո իրանք էլ լծակներ չունեն փակելու հիմա։ Համալիրից մինչև Կոմիտաս, Կիև գաստրոնոմի մոտից մատնաքաշ ենք առնում, ցամաքուտում ենք, որտեղ ուրիշ բան չենք կարող առնել։ Եթե հետաքրքրված ես բիզնեսով ու անձնային բրենդի զարգացմամբ եւ արդեն իմ ալիքում ես, ապա բաժանորդագրվիր ու սեղմի զանգակին, ծանոթանալու իմ հետագա հյուրերի հաջողության պատմություններին։ Զանգակային։ Սարգիս, շնորհակալ եմ շատ հրավերը ընդունելու համար եւ շատ ուրախ եմ ձեզ տեսնել Հայաստանում։ Ես եմ շնորհակալ, ողջույն։ Մեր զրույցին նախապատրաստվելու ընթացքում ես փորձեցի մի քիչ ուսումնասիրել ռոքի ձևավորումն ու զարգացումը խորհրդային տարիներին ու բոլոր աղբյուրները նշում էին, որ խորհրդային հասարակարգում 80-ականներին չի խրախուսվել մեղմ ասած ռոքի պրոպագանդան, դուք ինչպես հետաքրքրվեցիք այդ երաժշտությամբ ու ինչպես եք գտնում այն խմբերը, որոնց պիտի լսեք։ Էլի տենց չխրախուսվող իրավիճակում ամեն ինչ սկսվեց այդ չարաբաստիկ սովետական համակարգը, որի գոնե մեր պատանեկությունը անցավ մեր սերնդի դրա ժամանակաշրջանում, այսինքն դրա փլվելը գոնե արդեն մի քիչ գիտակից ենք, 14 տարեկան ենք, այդ երջանկությունը ունեցանք տեսնելու ոնց է քանդվում այդ չարիքը։ Այդ ժամանակ ահագին բաներ հնարավոր է որ մենք չէինք կարող ըստ տարիքից ելնելով վերլուծենք հասկանենք, բայց հետո արդեն ավելի հասուն տարիքում երբ որ վերլուծում ես, հասկանում ես ինչքան առողջ բան կար այդ երկրում փորձում էին արգելին, որ հանգարց մի քիչ մտածող մարդիկ քիչ են։ Չնայած մտածող մարդիկ կային ու իրանք իրենց դերը հասարակության վրա ունենում էին։ Այդ տարիքում երբ որ շատ սահմանափակ էր մեդիա միջոցները, ընդամենը մի 4 հեռուստաալիք էր, որից երկուսը կենտրոնական էին, երկուսը տեղական, հիմնականում են երաժշտություն էին տալի, որ ենթագիտակցական մակարդակի վրա ինձ դուր չէր գալի, ոչ թե ես այդ երաժշտությանն եմ գնահատական տալի, ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում։ Հետո հասկացա ինչի դուր չէր գալի, որտեվ շատ կաղապարված կեղծ բան կար դրա մեջ, լավ չէր հնչում, որտեվ փդած տեխնոլոգիաներ էր սովետական միությունում, ձայնագրության որակները, գործիքները լավը չէին, հետո փակ էր երկաթե վարակույրով արևմտյան տեխնոլոգիաներ, գործիքներ չէր գալի, բայց մարդիկ կային առաջադեմ, որոնք փնտրում էին, գտնում էին այդ ինֆորմացիան դրսից երաժշտական նյութ էին բերում ձայնասկավառակների տեսքով կամ կարողանում էին իրենց, քանի որ ցավոք սրտի կամ չգիտեմ, յուրախություն մեզ դրսում հայեր միշտ շատ են եղել, այդ ինֆորմացիան հնարավոր էր բարեկամների, ընկերների միջոցով հասցնել տեղ։ Տարի մի քանի անգամ հետարքի մի բան ասեմ, մի քանի անգամ կրկնվել եմ արդեն։ Իմ համար ստիմուլ ա եղել ռոք երաժշտություն լսելը հայկական այդ ժամանակվա ռոք խմբերը, երբ որ ես 14, 15, 16 տարեկան էի, այդ 80-ականների վերջներ, տարի մի երկու անգամ տենց եթերում միամիտ երևում էին այդ տղերքը ու ինձ շատ հետաքրքիր էր, որ իրանք տարբերվում էին այդ սովետական երաժշտական այդ մշակույթից, համ իրանց տեսքով, համ իրանց հանած ձայնով, համ իրանց գրած երաժշտությունով, նույնիսկ հնչողությունը այդ պայմաններում ավելի լավն էր, քան բոլոր ինչքան է ծիծաղալու պետական նվագախմբերի հնչողությունը, չնայած այդ օրկեստրներում էլ տաղանդավոր մարդիկ էին աշխատում, լավ երաժիշտներ, բայց քանի որ սահմանափակված էին իրանք լիքը կաղապարներով, միջոցներով, դրանց ստեղծագործական կյանքն է տենց կաղապարված էր, ով որ փորձում էր այդ շրջանակներից դուրս գալ, ուղղակի օթերը փակում էին ու դրանք քիչ էին երևում։ Այդ տղերքի շնորհիվ սկսեցի հետաքրքրվել դրա արևմտյան անալոգներով այդ երաժշտության, տենց հիմա տենց մանրամասներ չեմ կարող ասեմ, բայց ամեն ինչ շատ սահուն ա եղել, այդ ինֆորմացիայի ստացումն է ու ամեն ինչ այն ժամանակ ավելի քաղցր էր մի առումով, որ հիմա ինչ է, հեռախոսի մեջ ինչ անուն գրես, մտմատի հպումով այդ երաժշտությունը կարաս լսես, այն ժամանակ մենք տանջվում ենք, որ մի հատ կասետ կամ վինիլային այդ ձայնասկավառակ ճարենք ու երբ որ դու այդ
ամեն ինչը ձեռդ բռնած գալիս է իր տուն, որ շնչակտուր հասնես լսես, այդ ամեն ինչից մեծ հաճույք չկա, երբ որ դու քո սիրած երաժշտությունը ֆիզիկապես քո ձեռքը կարող ես բռնել, հիմա ամեն ինչ օդում է, դրա համար էլ լիքը մարդիկ են հայտնվում օդում։ Ու արդեն 90-ականներին դուք եւ Կարեն Արզումանյան ստեղծեցիք Empire-ը։ Սկզբնական փուլից մի քիչ խոսենք, ինչպես մյուս անդամները միացան ու 90-ականների դժվար տարիներին, երբ կենցաղը մարդկանց համար արդեն ծանր էր, ինչպես եք համերգներ կազմակերպում, տոմսերը վաճառում, եթե իհարկե վաճառում եք։ Այդ բոլոր դժվարություններով հանդերձ երևի այդ կամքի ուժ կար մի հատ այն ժամանակ կամ տարիքից էր, որ հիմա ես որ հիշում եմ, այդ դժվարություններն եմ քաղցրությունով հիշում։ Ինձ ու Կարենին 93-ին հրավիրեցին մի հատ խումբ, որը տենց էլ չձևավորվեց, ինքը մի երկու ամսվա մի քանի փորձ արեցինք, բայց այդ խմբի միսիան իմ կյանքում հենց Կարենի նման ընկեր ձեռք բերելն էր, այսինքն շնորհակալ եմ այդ տղեկին, որ մեզ երկուսից կանչել էին այդտեղ։ Չգիտեմ Կարենը որտեղից էր ինձ լսել, թե իրան հիմա այդ մանրամասները չեմ հիշում, որտեղ 30 տարվա մեջ այնքան են պատմես պատմությունները, արդեն ես քեսից սկսել եմ նույնիսկ մեկ-մեկ մտածում կարող հորինում եմ, բայց չէ, աշխատում եմ իրականությունը ասեմ։ Ես 92-ին երկու ձայնագրություն ասպարեզում իմ համար լեգենդար մարդկանց հետ ասպարեզը ռոք-խումբ եղել սովետական միության ժամանակ, հետո դարավ Հայաստանում, եթե հնչողությունը փոխվի հայկական երաժշտության մեջ, ոճը կապ չունի 90-ականներին այդ հեղափոխությունը մինչև 2000-ականների վերջ էլ միշտ ասպարեզն թելադրող եղել լավ հնչողության, ինչքան հայտնի երգիչ երաժիշտ կա, Արմեն Թորյանի ձեռի տակով անցել է, իսկ դրանց համար բախտավորությունն է տենց երաժիշտի մոտ ձայնագրվել է։ 94-ին առաջի փորձը ես ու Կարենը կանչեցինք Սերգեյ Ջանգիրովին, մեր լավ ընկերոջը, որ հիմա ցավոք սրտի հյուսիսային երկրներում ապրում, ու Լևոն Հաղվերդյանին, որ էլի հայտնի երաժիշտ է, հետո աշխատել է Ոստան հայեցում, Արթուր Մեշանի հետ համերգներին, հարվածողի մասն է մեր ընկերը։ Ապրիլի 30-ին է 94 թվականի առաջի համերգը եղել Սունդուկյան թատրոնի տանիքի տակ փոքր դահլիճ կար, այդտեղ ենք սկսել, տոմս վաճառում ենք, բայց չեմ հիշում այդ փողը վաճառում ենք տալի։ Հիմա շատ դժվար էր տեխնիկական առումով, բայց այնքան էներգիա կար մեր ու այդ հանդիսատեսի մեջ, որ մենք սկսել ենք մի 150-100 տեղանոց դահլիճներից, հետո սկսեցին Երևանում Վահան Արծրունին փառատոներ էր կազմակերպում, Music 5, Գաուդեամուս ուսանողական փառատոներ էր, արդեն տարբեր ռոք խմբերի հետ, մինչև 96-7 թիվը, նույնիսկ Գյումրիում ենք մեծ փառատոներ, Երևանում փառատոներ, դժվար էր շատ, ոտով տուն էին գնում փորձի տեղից համալիրից մինչև Կոմիտաս, Կիև գաստրոնոմի մոտից մատնաքաշ ենք առնում, ցամաքուտում ենք, որտեղ ուրիշ բան չենք կարող առնենք, բայց երևի այդ ամեն ինչն մեզ կոփեց։ Գիտեք ինչ, այնքան սուբյեկտիվ է, ես այդ մեր ապրած կյանքը նայում եմ իմ ներսից, այսինքն իմ կարծիքը շատ սուբյեկտիվ կլինի, իմ զգայական բանը, դա պատմելով լսելու մի քիչ ուրիշ է, դրա համար ավելի լավ ասենց փոքր էպիզոդներով անցնենք, որտեղ շատ մանրամասներ կա, հետո 90-ականների վերջին, մինչև այդ մենակ անգլերեն էր մեր գործերը, սրա մասը շատ եմ պատմել, Կարենն էր գրում երգերը, Վիլյամ Բլեյքի տեքստերով ենք հիմնականում անում, հետո 99-ին Կարենի կյանքում ու Empire-ի կյանքում հայտնվեց Գիսանը Պայլյանը, որը փոխեց համ Կարենի կյանքը, համ Empire-ի կյանքը, նոր շունչ բերեց, ընդհանրապես մեր լեզվամտածողության մեջ դժվար է մի քիչ այդ երաժշտության հետ համատեղել հայերեն լեզուն, բայց Գիսանի տաղանդի շնորհիվ այդ համ բացի երաժշտական նյութից տեքստային առումով մեծ փոփոխություններ եղավ, որի համար մենակ կարանք ուրախ լինենք ու երջանիկ ենք, որ դից ընկերների հետ համագործակցելու ապրել ենք։ Իսկ ինֆորմացիան ո՞նց եք տարածում, որ օրինակ ունենալու ենք համերգ։ Ես մի քիչ հիմա չեմ պատկերացնում, որովհետև հիմա շատ աղբյուրները շատ են, բազմազան են, ու ինձ շատ է հետաքրքրում, թե 90-ականներին ոնց էին մարդիկ իմանում, որ այսօր այս ժամին համերգ է լինելու Empire-ի։ Եթե խոսենք այն սկզբնական 90-ականների կեսերի ժամանակ, երբ որ մենք ընդհանրապես մոտավորապես ոնց որ underground-ում լինեինք, այն ժամանակ A4 ֆորմատի թղթերի վրա ասենց թրուցիկի նման բաներ էինք տպում, տարբեր սյուների վրա, պատերի վրա, որտեղ կարող ենք կեղտոտում ենք մեր քաղաքը, ցավում դրա համար, բայց հետո աշխատում ենք մաքրենք, որը որ մեր ձեռի տակ են գնում։ Չնայած այդ ժամանակ շատ այդպես բաներ էր կախում, բայց 90-ականների վերջին, օրինակ 99 թվին մեծ համերգ ենք ունեցել։ 4 հեռուստաընկերություն մեզ աջակցել է, գովազդը գնում էր հեռուստաալիքներով, հետո մեծ աֆիշաներ կար օպերայի մոտ, եթե հիշում եք, առաջ աֆիշաներ կար այդ ճաղավանդակների վրա, չգիտեմ, ուրիշ չեմ եղել կա թե չէ։ Այդ աֆիշաներ, հեռուստատեսություն, ռադիո Վանը, Անդային հեռուստաընկերությունը, Շանթը, մի խոսքով հիմա որ այդպես չթվարկեմ, մեզ աջակցել են միշտ, օգնել են մեր երաժշտության տարածման, ինչքանով որ հնարավոր է եղել սահմանափակ միջոցներով, բայց ինֆորմացիան հասնում էր։ Դե 2000-ականների կեսերին արդեն
մի քիչ ավելի շատ էր աջակցությունը հեռուստատեսությունների կողմից, այդ բետոնե պատը, ոնց որ լիքը բան կար Հայաստանում լավ, որի օթերը փակ էր, Ռոկ Երևանյան օթերներ էր փակ, միջև հիմա էլ այդ փակողները փորձում են երի փակեն լիքը բան, բայց փարկասու իրանք էլ լծակներ չունեն փակելու, հիմա չքաղաքականացնենք, թե չէ հաղորդման որակը կընկնի։ Գանք 2000-ականներին արդեն դուք էլ նշեցիք, որ ավելի սերտացավ համագործակցությունը հեռուստաընկերությունների հետ, ձեր դեպքում հատկապես Շանթի հետ, ու սկսեցիք բավականին ռեյտինգային նախագծերի հետ աշխատել, օրինակ Բորոգայթը, որը երևի ժամանակի ամենառեյտինգային առաջիններ ինքը հայկական հեռուստաշուկայում որպես այտենց այդ որակի սերիալ, այսինքն դե սկզբից ինքը, եթե ես չեմ սխալվում, վերվարածներն էր, որը հումորային բաներ, հետո միքսվեց դարավ կիսակրիմինալ, հետո դարավ դրև կրիմինալ, ինքը նորություններ, ինքը համոքնեց մեր երկի տարածման ու մեր ճանաչելի լինելուն, ու կարծում եմ մեր երկն էլ մի քիչ օգնեց ֆիլմին, անհամեստություն չասեմ, լավ համագործակցություն ա եղել, մարդկային շատ լավ մոտեցում ա եղել, նույնը կարամ ասեմ հանրային հեռուստաընկերության ու ռադիովանի մասին, ռադիոհային էլ էր այն ժամանակ մեզ աջակցում, չմոռանամ ասեմ, եթե ասում եք անունները գոնե ում որ է մոռացա, ներողություն եմ խնդրում, բայց հաստատ մտքիս ու սրտիս մեջ կա։ Այս համագործակցությունները պիտի օգնեին, որ ոչ մասսայական ռոք երաժշտությունը մի քիչ կոմերցիոն դառնար։ Ձեր դեպքում այդպես եղավ, արդյոք այդ ժամանակներում հնարավոր էր ռոք երգելով վաստակել, մանավանդ խմբի դեպքում, որ անդամները շատ են։ Էլեն ջան, քանի որ մեր երկիրը ես գնահատական չեմ տալի փաստը մարզանակում, բնակչությունով փոքր է, կրթական ցենզի հետ կապված, այսինքն երաժշտական ճաշակի հետ կապված խնդիրներ կան։ Այն ժամանակ գոնե կային, հիմա գոնե սերունդը փոխվել է, արդեն ինֆորմացիան շատ է դրսից, հիմիկվա սերունդը ավելի առաջադեմ է։ Բացառված բան էր իրան որպես բիզնես վերաբերվել է, որովհետև ինքը շատ ծախսատար երաժշտություն է, այսինքն եթե պոպ երաժիշտը կամ երգիչները կարային երկու հատ բարձրախոս դնեին իրանց 10 տարվա ֆանագրամայի տակ բերան բացեն փակեն, մեծ տեխնիկական միջոցները շատ էր։ Մենք մի բեռնատար տեխնիկա ենք բերում, որ լավ հնչողություն ստանանք, որտեղ մեր համար գերխնդիր էր մեր երաժշտությունը լավ որակով տեղ հասցնելը։ Ինքը 90-ականների կեսին սարսափելի դժվար էր, բայց 2000-ականներին արդեն մի քիչ բնական առաջընթաց մեր երկրում ահագին բաներ ինչքան է խանգարել են, բայց ես մեր ժողովրդի աշխատասիրության ձգտման այդ մարդկանց, ովքեր որ այդ ինդուստրիայի մեջ են եղել, փոփոխություններ եղան, ինքը շատ ծախսատար երաժշտություն է, թե տեխնիկական առումով, հետո մի խոսքով, որպես հետարքրություն բիզնես ինքը իրանի, բայց ինքը մեր համար եղել է թանկ բան, որտեղ կյանքում ամեն ինչ չի էլի, որ չափում ես քեզ օգուտ բերում է թե չէ։ Ես մի քանի անգամ առիթ է եղել նշել եմ, հիմա էլ եմ ուզում կարճ ասեմ, որ ոնց որ մեր բոլորի կյանքում մեր ընտանիքը, մեր հայրենիքը, մեր սիրած մարդիկը այնպես է խումբներ մեր համար, այնպես ապրող օրգանիզմ ու մենք իրան չենք վերաբերվում փողի աղբյուրի, մենք իրան ուղղակի փայփայում պահում էինք, ինքն է մեզ էր կյանք տալիս, ոնց որ մեր ընտանիքն է, մեր հայրենիքն է ու մեր սիրած մարդիկ են մեզ կյանք տալի։ Բայց ամեն դեպքում այդ ժամանակ պետք էին ֆինանսներ, չէ՞, թեկուզ հենց խմբում ներդրումներ անելու համար։ Դե քանի որ ես ընկերություն բառայս հաղորդման մեջ մի քանի անգամ արդեն օգտագործեցի, օրինակ եղել են ֆիրմաներ, որոնք հնչյունային այդ միջոցներն էին հնչողություն էին ապահովում։ Ընդհանրապես փողի մասին խոսակցություն սկզբից չեղե, հետո համերգի տոմսերի վաճառքից հետո ոնց որ կոպի հայերեն ասած ինչ կտակ այդ տարբերակն ա եղել, հեռուստաընկերությունները մեզից փող չեն ուզել գովազդի համար, որտեղ հասկանում են, որ դժվար էլի այդ համերգից հետո մեզ կանչեն հարսանիք ու մենք այդ փողը հետ բերենք։ Նիլ հայկական բրենդն առաջարկում է ոճային ու յուրահատուկ հագուստի տեսականի ձեր առօրյա կամ երեկոյան կերպարն ընդգծելու համար։ Կրիր հայկականը, կրիր Նիլ։ 2013-ին արդեն Empire-ը ոլորտի ամենասիրված ու պահանջված խմբերից էր, ու թվում էր, որ ժամանակն է, որ դուք 19 տարիների հետ անցած ճանապարհը աշխատանքը պիտի արդեն վայելեք, բայց որոշում կայացրիք ամփոփել գործունեությունը խմբում ու մեկնել ԱՄՆ։ Չէ, կներես էլի ջան խոսքը։ Իմ չեմ ամփոփել գործունեությունս նոր մեկնել ԱՄՆ-ը մեկնել դրա համար դադար եղել Empire-ի մասնակցությունը, որտեղ Empire-ի համար միշտ քանի ես կամ իմ մեջ կայինք։ Եթե դեմ չեք լինի, այս որոշման մասին խոսենք։ Շատ անձնական է ինքը, հիմա քանի որ մեր հաղորդման ֆորմատը չեմ ուզենա, որ շատ շեղվի, էլ չէի կարում, այսինքն ինչ որ բան ոչ թե գնացի, որ շատ հաց ու երշիկ առնեմ, այ ուղղակի հոգեբանական խնդիր կար, ճնշող մթնոլորտ է շատ, կամ էլ ինչ որ բան ուզում եմ իմ կյանքում փոխել, ճահճացում կար։
ամեն ինչն էլ ինչ որ բան որ հասնում է պիկի, հենց քո ներսում կամ քո միջավայրում դու վտանգ կա էլի իրան, այսինքն չի կարելի էլի շատ մի բանը երբ որ արդեն սահմանափակ է մեր տարածությունը երաշտական առումով, իսկ մարդկային առումով այն մոտ մի քիչ անձնական, այսինքն կապված մեր իրականության հետ խնդիրներ կար ու ես չէի ուզում մնայի ապրեի այդ ժամանակը։ Փորձեցի ես ինձնից մարդը չի կարող ինքն իրանից փախնի, բայց ես դուրս եկա որ ես ինձնից փախա, որտեղ ես մտքով ոգով մնացի այստեղ, բայց ֆիզիկապես 11 տարի ապրեցի դրսում, շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին, որ ինձ հնարավորություն տվեց մարդի անշնորհակալ չլինի։ Ես փառքաստու մարդկանցից չեմ, որ Միացյալ Նահանգներում ապրեմ, օգտվեմ այդ երկրի իրավական ու սոցիալական բոլոր ինստիտուտներից ու իրիկունները համբուրգեր կերած յուղոտ բերինով հեռախոսը միացնեմ ու գովերքեմ հյուսիսային Գազանին։ Մեջ եմ ուզում մանրամասնել։ Դրա համար ես այդ ժամանակաշրջաններ էր ինձ պետք, այդ մեզ ինձ կոփեց, դժվար, համ լավ էր, համ դժվար էր։ Ես լիքը բան ստեղ թողեցի, հետո այդ լիքը բանը միջև ես եկա արդեն շատ էր փոխվել, բայց փորձում եմ վերգտնել ինձ ու այն ինչ ամեն ինչը որ կարող է մնացած էր իմ անցած կյանքից։ Իսկ խմբի ներսում ինչպես ընդունեցին ձեր որոշումը։ Դե քանի որ նշեցի որ այդ ընտանիք էր, նույնիսկ եթե իմ ընկերները կարող է գիտեք ինչ որոշում էր դա, այնքան անկախ իմ կամքից ես նույնիսկ գնալուց հետո չգիտեի որ ես մնալու եմ, հետո մի 20 օրվա մեջ որոշումս փոխեցի, հետո այնտեղ խոսքով դել շարունակ ամեն ինչ ինձնից առաջ ընկած իմ հետ կապված իրադարձությունները գնում էին։ Իմ համար էր դժվար, կարծում եմ որ իմ ընկերներին ես փաստի առաջ կանգնացրեցի, բայց քանի որ մենք հարազատ ընտանիքի պես մարդիկ ենք եղել, մենք բոլորս բոլորի արած քայլերը թեկուզ եթե մեզ անհարմարություն է պատճառում իգիտություն ենք ընդունում ու հարգանքով ենք վերաբերվում, կարծում եմ որ իմ ընկերները ոչ թե կարծում եմ վստահ եմ որ իրենք ինձ այդպես են վերաբերվել ու շարունակում են վերաբերվել։ Նշեցիք որ 11 տարի ապրեցիք ԱՄՆ-ում, այնտեղ երգում եք թե այլ գործունեություն եք ծավալում։ Չէ, դե ես ու այլ գործունեություն չեմ պատկերացնում։ Ես մտածում եմ որ ես երկու ընտրություն եմ ունեցել կյանքում, միշտ այդ ֆուտբոլիստ շատ եմ ֆուտբոլ սիրել, բայց քանի որ տեսողությունս կարճատեսության պատճառով չէի կարող լավ ֆուտբոլ խաղալ, հագի ոդկա ջարդեի։ Չեմ ընտրել, ծանրամարտ էի սիրում, ասում էին վնասատեսողության ավելի կտած, վարի կտած։ Քաղաքականություն, պատմություն, հումանիտար բաներ էի սիրում, փառք Աստծո որ չմտա քաղաքականության մեջ, չնայած դրա բոլոր վտանգները կար իմ կյանքում, մի քանի անգամ եղել այդ վտանգը, բայց հիմա արդեն երևի այս տարիքում այդ սխալը չեմ անի։ Նայեք, մեր մոտ մտցած ստերեոտիպ կա, չէ՞, թե մեկը հետարքրվում է, հետևում է, ասում են դու զբաղվում ես քաղաքականությամբ, զբաղվել եմ, երբ որ ես կընկնեմ փողոցները ու կասեմ եկեք, չգիտեմ, ինչ ումից ինչ փրկենք, ես ոչ թե զբաղվում ես, հետարքրվում եմ, իսկ եթե դու մի քիչ գիտակցություն ունես, քաղաքականությունը ուրիշ ուղիղ ազդեցություն ունի մեր կյանքի վրա, կենցաղից բնած միջև մեր ստեղծագործական կյանք, դու պարտավոր ես հետարքրվել, իսկ հետարքրվել նշանակում է դու պիտի ինֆորմացված լինես, դու պիտի տարբեր անալիտիկ միջոցներից օգտվես, ոչ թե սեղանի վրա մեկից մի բան լսես ու դեֆորմացված ամբողջ օրը տարածես։ Մեր մոտ հիմա շատ կեղտոտված իրականություն է, ամբողջ օրը մեր ժողովուրդը արդեն մի քանի առիթով նշել եմ։ Ուղղակի մեդիա տերորի տակ է, կեղծիք, սուտ, անմակարդակ լիքը լրատվամիջոցներ կան, մեծ հարգանքով իսկական լրատվամիջոցների հանդեպ, բայց պիտի նշեմ, որ այդ մեդիա զիբիլը աղբը շատ կա մեր միջավայրում։ Քիլլերներ են 5-ից 10,000 դրամանոց ժուրնալիստներ, որոնք կամերայով, միկրոֆոնով հարձակվում են մարդկանց վրա, իրանց հարցեր են տված ելնում, որ իրանք պիտի փողոցում տան, բայց իրանք էլ այդ հարցի բնույթը լավ չեն հասկանում, տալիս են ու վստահալնելով, որ ընդդիմացին ընդհանրապես չի հասկանում այդ ինչից է խոսում, բայց երբ որ մարդիկ քիչ են հասկանում, ավելի շատ են, չէ՞, խոսում այդ բանից ու ամբողջ օրը այդ կեղծիք, ատելություն, սուտ, քֆուր ու անեծք տվող լիքը կնանիք ներողությունից բարի համար, ոչ թե կանայք, որտեղ կանայք ուրիշ են։ Այ կնանիք, դա ուրիշ երևույթ է, էլի։ Բայց ժամանակը կարծում եմ ֆիլտրի կմաքրի մեր իրականությունները զիբիլից, որտեղ այդ ամեն ինչը ոչ կապ ունի Հայաստանի հետ, ոչ քաղաքականության հետ, այդ ինչ որ դրսից ուղղորդվող բան է, որը մի մասն էս քիչ են էլ հասկանում ում պատվերն են կատարում վստահ։ Հիմա չխորանանք։ Երաժշտությանը վերադառնալով, այն տարիների ընթացքում, երբ ԱՄՆ-ում եք, այստեղ ոլորտում բավականին հետաքրքիր ռոք խմբեր ձևավորվեցին, ի հայտ եկան, սկսեցին գործունեություն ծավալել։ Դուք ոլորտին այդ նոր արտիստներին հետևել եք ու ինչ կարծիք ունեք։ Քանի որ մի քիչ հարցից այդ ժամանակ շեղվեցի, այն հարցից գամ ու սահուն կպնեմ այս հարցին, մոնտաժ անեմ իմ մեջ էլի։ Որ ասեցի այնտեղ էլ երգում էի անպայման, որտեղ ուրիշ բան չեմ արել հիմա ոչ կյանքում, դե ինքը արդեն տարբերվում է, երբ որ դու այն երաժշտության մեջ չես, այն խումբը չկա, որով ապրել ես։ Իմ անհատական գործունեությունը դες տարբեր cover ծրագրեր արեցի լավ երաժիշտների հետ, համերգներ անում էի ակումբային, մի քանի մեծ համերգել եմ մեծ մասնակցի հավաքական։
Բայց մեկ այդ ամեն ինչի մեջ իմ էսթետիկան ինչ որ այդ 20-30 տարում ձևավորվել էր որպես մարդի մոտ, ես ինչ էլ երգեմ այդ երաժշտության թողած հետքը, նույնիսկ եթե Գուսանշահին եմ երգում, ես պատկերացնում եմ ոնց կերգեր այդ երգը Ռոնի Ջեյմս Դիոն, առանց Գուսանշահինի բնօրինակը մի փոքր նույնիսկ փոխելու, ուղղակի գիտես ինչ այդ առաջ էր ասում են ռոք երգիչ կամ էսի, այտենց բան չկա, կա ընկալում, այսինքն կատարողի ու լսողի։ Հիմա եթե իմ էսթետիկան կատարման ու լսողի իրար հետ համընկնում են, լուսակելի որ մենք ռոք ենք սիրում։ Կարող չի ինչ եմ երգում։ Իսկ ստեղ այս վերջերս համերգի ժամանակ է նշեցի, որ այնքան ուրախ եմ, որ առաջ մատերի վրա հաշված իրարիչներ Երևանում կարող էր վստահել իրանց բեմի վրա ու այդ աշխատանքը հիմա էլ տենց երջանկություն ունեմ, տենց ընկերներիս հետ ուրիշ խումբ եմ հավաքել, այնքան տաղանդավոր երիտասարդներ կան, որ ժամանակը ծանելա, թողելա, որ մեծանան, այսինքն միշտ չի կարա էլի բնական զարգացումը կանգնի, շատ լավ երաժիշտներ կան, լավ խմբեր կան, որ համար ուրախ եմ, բայց ցավոք սրտի հիմա այնքան է ամեն ինչից շատ լցվել, որ լավ թացն ու չորը խառնում է մեկ-մեկ իրար, դրա համար խնդիր կա այդ ամեն ինչը ճիշտ պրոպագանդելու տեղ հասցնելու, ինչքան էլ հիմա մեդիա միջոցները շատ են հասանելի են, ճիշտ մարքեթինգը ամենակարևոր բանն է երաժշտության մեջ։ Իսկ կարծում եք լսողների շրջանակում ճաշակային փոփոխություն եղել է։ Ցավոք սրտի էլի վատ երաժշտությունը մի քիչ ավելի շատ տարածում է ունենում Դա բնական չի, իսկ ամբողջ աշխարհում է, ես չեմ խոսում մենակ Հայաստանի մասին, ուղղակի մեր մոտ որ մենք փոքր երկիր է, մի քիչ ավելի խիտ է մեր բնակչությունը, ամեն ինչ շուտ է աշկ ծակում, դե ամեն ինչում էլ միշտ վատ բանը շատ է ջրի երես դուրս գալի, ներողություն, բայց դե կապ չունի այդ երաժշտությունը թե քաղաքականությունն, այդ անորակությունը միշտ շատ է աշկին գնում էլի։ Բայց դա նորից կրկնում եմ, որ որակով լիքը լավ երաժիշտներ, երգիչներ կան ու նույնիսկ դրանց մասը կարող է մեծ մասսայականություն չի վայելում, բայց իրանք եղանակ ստեղծում են երաժշտական միջավայրում, փոխում են։ Որտեղ ռոքը դու չես կարա պրոստը 3-4 ակորդ նվագես 16 տարեկան աղջիկին դուր գա ու վсё, Դրա համար նոր սերնդի մասին խոսելով լիքը լավ բան կարամ ասեմ, համենայն կուզենայի, որ մեր ժամանակ մրցակցություն կար տեխնիկապես ավելի Պարզ է, հիմքում անպայման պետք է լինի երաժշտական նյութը, ասելիք պետք է ունենաս, միտք պետք է լինի, մենակ թեթև ատլետիկա չի էլի երաժշտություն, բայց կատարողական, տեխնիկական այդ մրցակցություն կար, որ լավ գիտարիստների, լավ բասիստների, լավ առավ։ Հիմա մի քիչ ավելի հեշտացել է երաժշտությունը, ինքս փորձում են ու այդ ամբողջ աշխարհում այդ տենդենսը կա, էլի հեշտ, պարզ, պրիմիտիվ, ինչ որ զգայական էմոցիաներ փոխանցելու միջոց է դառը երաժշտությունը։ Հետո նայես դու, եթե դու խնդիր ունես օրինակ աշխատելու թինեյջերական տարիքի 14-ից 18 տարեկան աղջիկների վրա, իրանք էլ 10 տարի հետո քո հանդիսատեսը չեն։ Բայց գոնե մեր կյանքում ունես ստացվեց, որ մեր հետ մեծացավ մեր հանդիսատեսը, այսինքն եթե իրանք ընկալում էին մեր երաժշտությունը այն ժամանակ, որը մեր պատկերացումով այնքան էլ կոմերցիոն բառը այնքան չեմ սիրում երաժշտության մեջ, որովհետև կոմերցիոն մեր մոտ ներկայացմանը կամ ֆիլմին, երբ որ ինչ-որ էժանագին բանը ասում են այս կոմերցիոն է, բայց չէ, աշխարհում լիքը լավ բաներ կան, որ թանկ վաճառվում է արվեստի գործեր։ Հիմա չգիտեմ, եթե մենք մտածում ենք, որ Black Sabbath-ը կամ Metallica-ն կոմերցիոն են, չէ, բայց ամենաթանկ երաժիշտներն են աշխարհում, այսինքն կոմերցիոն բնորոշում են, որ մեր մոտ ասում են կոմերցիոն երգեր եք երգում։ Այսինքն եթե մեկը մի հատ դեբիլություն է երգել ու հաջողվել է, չի նշանակում, որ մենակ դեբիլություններն են հաջողվում։ Դա չափ բան չի էլի, դոգմա չի, դրա համար լիքը արվեստի լավ գործեր կան, որոնք դառնում են կոմերցիոն, բայց ոչ թե որակի ցածր որակի լինելու հաշվին, այլ հենց հակառակը, լավը լինելու հաշվին ու գտնելով այն հանդիսատեսին, որը կդառնա իր համար նյութ, իր նյութը առնող է կոպիտ ասած արտադրանք։ Իմ համար մի քիչ հիմա շատ բարդ շրջան է, համ լավ իմաստով համ վատ։ Ես իմ ընկերների ստեղծած երգերն եմ երգում, հիմնականում Կարենի ու Գիսանի, բայց ուրիշ երաժիշտների հետ ոնց որ այդպես մեկ-մեկ տարօրինակ զգացողություններ ունեմ, որտեղ այն էներգիան, որ մենք ունենք Empire-ի խմբով, որտեղ այդ մենակ գիտեք ինչ, մենակ երաժշտություն ստեղծելու անել չի, դու իրանց հետ արդեն այդ պուլսը տել այդ զարկերակը նույն ձևի աշխատում։ Հիմա փառք Աստծո այս տղերքի հետ որ ես գործ անում եմ, իրանք էլ են շատ սիրում այդ երաժշտությունը։ Մարդկայինորեն է արդեն իրար կես խոսքից հասկանում ենք, բայց ասենց ամեն անգամ երգելուց մեկ-մեկ իմ մոտ տարօրինակ զգացողությունը մոռանում եմ, որ Կարեն էս հետ չեմ էլի, բեմի վրա ու այդ մեկ-մեկ համոկնում եմ, խանգարում է։ Բայց այս երգերը իմ համար եղել են ինձ ապրացնող Այցե Թոմսն եղել, որպես երգիչ իմ ձևավոր անատապ, որպես երգիչ ձևավորվել եմ, այդ Empire-ի խմբի երգերն են եղել ու ես
ոնց որ այդ երգերը այն ժամանակ ես այդ երգերին եմ կյանք տվել, իրանք ինձ են կյանք տվել, ես երազում եմ ու Աստծուն խնդրում եմ, որ ամբողջ կյանքում այդ երգերը համ իմ հետ ապրեն, համ իմ մեջ ապրեն, համ ես կարողանամ իրանց միշտ կյանք տամ, այդ երգերը պետք է միշտ հնչեն։ Ես այդպես սկզբունք ունեմ, որ այդ երգերը պետք է շատ մարդիկ իմանան, որովհետև մեր երգերի մի մասը տեսահոլովակների միջոցով դարել են հայտնի, բայց մենք այնքան լավ երգեր ունենք, որ մենակ ծանոթ ա եղել կամ մեր ձայնասկավառակ գնողին կամ մեր համերգ եկածողին, հիմա ասում եմ, որ այդ մարդիկ շատ են։ Խումբը փորձեց ապրել նոր արտիստներ ներգրավելով, բայց հանդիսատեսը կարծես այդքան էլ չհարմարվեց այդ փաստին, ու հիմա էլ որ նշում եք, որ այդ երգերն եք երգում, բայց իրարից առանձին, տրամաբանական է հարցը, չեք մտածել նորից վերամիավորվելու։ Կյանքը մեկ բացի մեր մտածածից ու ուզածից իրանն է թելադրում, լիքը հանգամանքներ կան, որ ուղղակի հիմա չեմ ուզենա այդպես մանրամասնեմ, այս պահին ինքը ուղղակի այս պահին հնարավոր չի, բայց ոչ շիբոն բացառել չեմ ուզում, բայց նայեք, իմ կողմից շատ ճիշտ չի լինի, որ ես գնահատական տամ եմ բոլոր մարդկանց, ովքեր որ իմ ընկերների հետ իմ բացակայության ժամանակ փորձ ա եղել աշխատելու, բոլորին հարգում սիրում եմ, իրանք նվիրված արել են ամեն ինչ, բայց ռոք խումբը մոտ առանձնահատկություն ունի ու ոչ այդ իմ առավելությունն է, ոչ էլ իրանց թերությունն է կամ հակառակը իրանց առավելությունն իմ թերությունը, մարդիկ ուղղակի ռոք խմբի դեպքում, եթե ընկալելի է իհարկե, ես իմ մասին չեմ խոսում, երգիչը, հետո դժվար է, նույնիսկ դու այդ երգչից կարող է մի քանի անգամ լավ երգիչներ գան, բայց մարդկանց ընկալման մեջ միշտ այդ համեմատականը մնում է, որը խանգարում է համ այդ նորեկած երգչին, համ խմբին։ Այդ շատ սուբյեկտիվ բան է, ես դրա համար այդ իմ տեսակետը հայտնելը կարծում եմ, որ այնքան է բարոյական չի, ես իմ ընկերների որոշումն եմ ներեմ, հարգե ու հարգում այն բոլոր մարդկանց, ովքեր որ աշխատել են ու աշխատել են ընկերներում, իրանց եմ հարգում սիրում ու կարծում եմ իրանք էլի մեր ընդհանուր գործին ծառայել են, բայց մնացած մանրամասների մեջ կարծում եմ բարոյական չի այս պահին։ Եթե իրանք կողքից նստած լինեին հիմա իմ ընկերները, մենք իրար հետ կարող է լիքը հարցերում խոսենք, բանավիճենք, բայց առանց իրանց չեմ խոսա դրա մասին։ Դե ինձ թվում է առհասարակ խմբային process-ին է դա բնորոշ, որ մի արտիստ գնում է, հետո մյուսը գալիս է։ Այո, իմ մասին չու եկա։ Ընկալումը, հա, արդեն ոնց որ նստած է բոլորի մեջ, այդ արտիստը այդ ձայնով, բոլոր երգերը որ լսել են ու սիրել են հենց այդ արտիստի ձայնով։ Հազար ներողություն, հիմա կարող եմ սուբյեկտիվ կարծիքով, օրինակ Դեյվիդ Քովերդելը ավելի լավ երգիչ էր, քան երգիչը կամ Յան Գիլանը, ներողություն, այդ օրինակ եմ բերում։ Յան Գիլանից հետո դիփարփլում երգել է Դեյվիդ Քովերդելը, բայց մեկը փարփլը ընկալվեց մնաց Յան Գիլանով։ Դա հիմա արդեն կարևոր չի։ Այդ մեր մասին չէր խոսքը, օրինակ էի բերում։ Լիքը մարդկանց երգեր են փորձել երգել ու մեծ հարգանքով ու սիրելով այդ երգերը։ Իսկականից ուզեցել եմ երգերը սիրել եմ, ես դրա համար եմ ուզեցել երգեմ, բայց այն կոմֆորտը, որ ես ունեմ Գիսանեի գրած երգերի մեջ, որպես մարդ ու որպես երգիչ, ու ոչ մի երգում չեմ զգում։ Այսինքն հիմա չգիտեմ, այդ Աստծո կամքով է, որ Գիսանեն այդ երգերը գրե ու Աստծո կամքով որ ես եմ հնարավորություն ունեցել Գիսանեի այդ գրած երգերը երգելու ու քանի շունչը սերիքում է, քանի մի քիչ ձեն կա, այդ երգերը ես միշտ երգելու եմ, որտեվ շատ եմ սիրում այդ երաժշտությունը, իրանք չեն հնարում իմ համար։ Ու ամեն անգամ երգելուց ոնց որ ես իրան առաջի անգամ երգեմ, երբ որ Գիսանեն նույնիսկ ցույց էր տալի այդ երգերի, երբ որ ստեղծում էր երգը, սևագիր տարբերակ էր տալի, որ ես երգը լսեմ սովորեմ, ինձ թվում էր ես այդ երգը գիտեմ։ Այսինքն այնքան ամեն ինչ իմ ներսի հետ, համ հոգեպես էր իմ հետ բռնում, համ ֆիզիկապես որպես երգիչ, դրա համար ինձ հեշտ էր տրվում այդ երգերը ու դրա համար միշտ հպարտացել եմ, որ ունեցել եմ հնարավորություն տենց երաժշտություն երգելու։ Լումո ստուդիան առաջարկում է բոլոր նախապայմանները լավ կոնտենտ ստեղծելու համար։ Եթե ցանկանում եք ստեղծել food content, Lumos-ում կգտնեք նորաոճ խոհանոց կահավորված իրական գազօջախով, սառնարանով, ջեռոցով եւ սպասքով։ Իսկ մյուս գերհագեցած տեխնիկայով եւ ռեկվիզիտներով զոնաներում կարող եք կազմակերպել ձեր ֆոտո եւ վիդեո նկարահանումները։ Կոնտակտները տեսնում եք էկրանին, ամրագրումները կատարեք նախապես։ Սարգիս, դուք այն արտիստներից եք եղել, ով նաև չի վարանել, այսպես խոսել իր քաղաքական հայացքների, դիրքորոշումների մասին, նախորդ իշխանությունների հետ կապված անհամաձայնությունների, փոփոխության անհրաժեշտության մասին։ Այս տարիներին շատ բան փոխվեց։ Գաղտնիք չի եղել, չէ՞։ Իրանք գիտեն դրա մասին, հա։ Շատ բան փոխվեց մեր երկրում, ու կարելի ասել, որ դուք գնացիք մի Հայաստանից ու վերադարձաք մի լրիվ ուրիշ Հայաստան։ Այն ինչպիսին է Վերնագիրը հաղորդմանը դու նոր ասեցիր ոնց որ։
Դե հա տենց է, իմ համար տենց է։ Այսօր բա իրականությունը դες համար։ Նե հիմա կարող է շատ պղտորեն էժանացնեն ամեն ինչ, բայց հաստատ գնացել եմ ուրիշ Հայաստանից, չեմ ասում լավ թե վատ, ես փաստ եմ արձանագրում։ Ու եկել եմ ուրիշ Հայաստան։ Հիմա ընկալման հարց է լավ Հայաստանից եմ գնացել եկել եմ վատ, թե վատ Հայաստանից եմ գնացել եկել լավ, որտեղ Հայաստանի վատը չի լինում։ Իրականությունն է ալնում մեզ շրջապատող վատ կամ լավ, անհամեմատելի է հիմիկվա այդ ազատության շունչը Հայաստանում այն ժամանակների հետ։ Չեմ ուզում անձնավորեմ, որտեղ ես քաղաքական ակնկալիք չունեմ կամ ես ոչ մի իշխանության հետ ոչ մի պայմանավորվածություն չեմ ունեցել, ոչ մի ուժի հետ չեմ պայմանավորվել, որ այն ժամանակ նրա դեմ խոսամ, հիմա սրա դեմ խոսամ, ես ոչ մեկից կախում չունեմ, փառք Աստծո, բայց ես քանի որ իմ էության միշտ ընդդիմադիր եմ եղել, հիմա էլ եմ ուզում այդ դիրքից մի հատ նախադասություն ուղղակի ասեմ, որ ես գնահատելով այն փոփոխությունը, որ 18 թվին մեր ժողովուրդն է արել, որտեղ հիմա փորձում են բանը արժեքազրկեն, չէ՞, մեր ժողովուրդը չի արել, եսիմ ովքեր են որոշել, եսիմ ով արել, 700,000 մարդ ձեր համար խաղալիք չէր, որ դուք որոշեիք ու մի օր հանեիք փողոց, դուք տիկնիկավարը չէիք, մեր ժողովուրդը ձեր տիկնիկը չէր, ոչ ուզում եմ գնացողներին, ոչ եկածողներին ասեմ, որ դուք այդքան չկաք, որ մեր ժողովրդին օգտագործեք ձեր քաղաքական անտաղան շախմատի մեջ։ Ես մտածում եմ ուրեմն, որ ինչի հետևանքով որ տեղի ունեցավ հեղափոխությունը, որ ուզում են էլի մարդկանց աշկից գցեն, ու ինչ խնդիր ուներ այդ հեղափոխությունը լուծելու։ Այսինքն բոլոր այն ինստիտուտները, անհատները, մարդիկ, կուսակցությունները, հեռուստատեսությունները, ով ուզում ալի մի հատ փաստաբան անհատ, ուզում ալի լրագրող, ուզում ալի քաղաքական կուսակցություն, ուզում ալի հեռուստաընկերություն։ Եթե մասնակից են եղել այդ իշխանության ուզուրպացմանը ու 7 տարի անցել է իրանք էլի քաղաքականության մեջ են, այդ իմ համար հարցեր է առաջացնում, այսինքն ես մտածում եմ, որ քաղաքաիրավական գնահատական եթե տրվեր, պետք է այդ բոլորին արգելվեր 30 տարի զբաղվել Հայաստանում քաղաքականությամբ։ Ոչ հարցազրույց պետք է լրագրողը վերցներ, ոչ այդ հեռուստատեսությունը պետք է եթերում լիներ, ոչ էլ այդ քաղաքական ճակերտավոր գործիչները պետք է մասնակցեին ընտրություններ։ Այսքան բան։ Մնացածը արդեն թողում եմ մեր ժողովրդի ու այս պահին փաստացի Հայաստանում իշխանության քաղաքական ուժին, որը պետք է պատասխան տա մեր ժողովրդին այս ամեն ինչի համար։ Եթե հարցը մի քիչ նեղացնենք ու ավելի ինդուստրիայի մասին սարքենք, ապրես անցանք հաճելի թեմաների։ Ինչ փոփոխություններ եք այստեղ տեսնում։ Դե ինդուստրիան է, եթե առաջ Հայաստանում մատերի վրա հաշված ստուդիաներ կար, սկզբից նշեցի ձայնագրման ստուդիաներ, օրինակ Ասպարեզը չէ, որ ասենց 96 էջանի տետրը հերթով Արմեն Թորեմոտ գրած էր 3 ամիս հետո ժամը 1-ին դիզայնագրվի։ Հիմա ամեն պատեզնում մեկը մեկ կոմպյուտեր աճարի, ասում ստուդիա ունեմ, բայց այդ ինդուստրիա չի, որտեղ երաշտական ինդուստրիան է, որ դու զրոյից, եթե օրինակ խումբ եք կամ երկիր, դու իրան պրոդուկտ ստեղծես, այսինքն գործիքավորումից սկսած, ձայնագրություն, միքս, մաստերինգ, ամեն ինչ պետք է արվի։ Լավ կլինի, որ դրան գումարվեր նույնիսկ վիդեո արտադրությունը, բայց հիմա կան ստուդիաներ, որոնք արդեն փառկասու Հայաստանում հնչողության մեծ փոփոխություն կա, նույնիսկ մեկ-մեկ այն երաժշտությունը, որ ես չեմ սիրում, այնքան սիրուն է հնչում, որ ուզում ես տեսնել։ Հնչողության հաշվին կարողանում են տեղ հասցնել։ Վստահ եմ, որ տեխնոլոգիական զարգացման հետ, իսկ այս բոլոր տեխնոլոգիաները էլի առանց քաղաքականացնելու փաստ եմ արձանագրում, արևմտյան տեխնոլոգիաներ են, ու չի կարա մարդ iWatch-ը ձեռին կապած, iPhone-ը ձեռին բռնած, Sony-ն ու Samsung-ը, սրանք գովազդ չի, հայտնի ֆիրմաներ են, իրանք մեր գովազդի կարիքը չունեն, օգտագործելով Հայաստան պետությանն ուղարկի կլառացետկինի պետության գիրկը։ Այդ որ ուղարկի որպես անցում, այսինքն այդ երես պաշտությունը, երբ որ մարդ օգտվում է ուրիշ քաղաքակրթության բարիքներից, բայց իր հայրենիքն ու պետությունը ասում է, որպեսզի չկործանվենք, պետք է գնանք ինչ-որ մի փդած հասարակության կպնենք, այդ իմ համար ամենամեծ դավաճանն է։ Իսկ մեդիայի նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը ոնց եք նայում ու արդյոք փորձում եք ինտեգրել ձեր գործունեության մեջ, քանի որ հիմա շատ օգնող գործիքներ կան, որ կարող են մեծ հնարավորություններ տալ։ Մի քիչ пассив եմ այդ հարցում ու այդ իմ ամենամեծ բացթողումն է, այսինքն օգտվելու այդ գործիքից։ Աշխատում եմ մինիմալ մակարդակի օգտվում եմ, բայց իմ համար մտածում եմ, որ ճիշտ կլինի, որ ավելի պրոֆեսիոնալ մարդ զբաղվի դրանով։ Օրինակ Միացյալ Նահանգներում մի հատ լավ ընկեր ունեի, որը առանց որևէ ակնկալիքի Միրանը Խաչատրյան, որ ընդեղ իմ տեսահոլովակների մեծ մասի հեղինակն է, զբաղվում էր իմ այդ մեդիա էջերով։ Հիմա հեռավորությունը ճիշտ է չի խանգարում, էլ ինչ շատ, նույնիսկ Երևանյան այս վերջի համերգների ժամանակ ինքն է ինձ օգնել լիքը բաներ անելու, որի համար շատ ուրախ եմ ու հպարտ եմ, որ տենց ընկեր ունեմ, Իրան ջան, քո մասն եմ խոսում։ Բայց այդ սկզբում մեր խոսքի մեջ ասեցի, եթե որպես տերորի գործիք չի օգտագործվում մեդիան,
ինքը շատ լավ բան է, որտեղ ինքը կարա մարդուն կրթի, կարա ինֆորմացիա տեղ հասցնի, ավելի հասանելի, ավելի արագ է ամեն ինչ։ Մենակ հիմա լավ է, բայց մեկ-մեկ վատ մարդիկ են օգտվում, դե պարզ է ամբողջ աշխարհում է տենց է, այսինքն չար նպատակների համար, բայց դե մարդը պետք է կարողանա ֆիլտրի իր համար, ամեն զիբիլ չթողի իր տուն մտնի, պետք է էլի տունը երեխեք կամ բանկան պետք է քֆուրով ու անեցքով լցված հեռախոսներ ու հեռուստատուսներն են։ Իսկ այդ նեգատիվի ալիքը երբևէ ձեր գործունեության որևէ շրջանում զգացել եք, եղել է։ Ես աշխատել եմ իրան կյանք չտամ, որտեղ եթե դու ուշադրություն չես դարձնում իրան, ինքը առհավարում ես ինքը ոգով վրա ոչ ազդում, որտեղ փորձել են երևի, ես չգիտեմ։ Չնայած մենք ոչ մեկի, նայեք, նույնիսկ երբ որ մենք քաղաքական բաներից ենք խոսում, իմ համար ամենաանտանելի բանը, երբ որ մարդուն անձնավորում են, այսինքն խնդիրը ամենազզվելի բանը, որի համար արժի նույնիսկ մատ լավ ապտակել, երբ որ մարդիկ քաղաքականության մեջ կպտում են մարդկանց սրբություններին։ Ոչ մեկ իրավունք չունի, ես հիմա օրինակ կարող եմ մեկին քաղաքականապես ընդհանրապես չեմ ընդունում, բայց ես իր ընտանիքին, իր ծնողներին, իր երեխեքին ակնոջը ընդհանրապես այդ թիրախավորելը իմ ամենամեծ լակոտությունն է, ու ես չեմ ընդունում այդ ամեն ինչը։ Ու ինչ քաղաքական քննադատության ուզում ես ենթարկի ամենակոշտ բառապաշարով, բայց մարդու անձնական, այսինքն ինքնասիրությանը անձնական կյանքի մեջ մտնելը իմ համար անընդունելի բան է։ Նույնիսկ իմ ամենամեծ այն քաղաքական գործիչին, որ ընդհանրապես չեմ ընդունում, իսկ թույլ չեմ տա կյանքում այդ սահմանը անցնել։ Դե հիմա դա մի քիչ դժվար է կառավարել, որովհետև մեկնաբանությունները դաշտը բաց են ազատեն ու մարդիկ չեն էլ ֆիլտրում ինչ են խոսում։ Բայց այդ մեկնաբանություն անողների մեծ մասը ինչ որ տարբեր բանը կնոպկաների անուններով կեղծ էջեր են, որ գիտեք ինչ ես իմ համար ծիծաղալու է, երբ որ տղամարդը հեռախոսը միացնում է ու ինչ որ մտ կնոջ հայհոյում է Facebook-ի ու Instagram-ի միջոցով, այդ իմ համար տղամարդ չի, փալաս է։ Նույնիսկ տղամարդուն հայհոյ, եթե բան ես ասել այդ մարդուն, գնա տես սերեսին ես, ինչ ես այդ միջոցը օգտագործում, հետո դրա տակ էլ հավաքում է ավել չարություն ու ատելություն, ի՞նչ է դրանից գրում ինքը, էլ ինչ է դրանք ինչ են անում։ Այդենց հերվից հերրու իրար բան ասել է, ի՞նչ է։ Կամ ասելու ձև է կա, չափ է կա, տեղ է կա։ Դարձում։ Լավ, կանք երաշտության։ Հա, գնում ենք այդ կեղտոտ ցեխերի մեջ, Էլեն ջան։ Ինչ եք կարծում ռոք երաժշտության ընկալումը ինտելեկտի կրթական ցենզի հետ կապ ունի, թե ամեն դեպքում զգայական մակարդակում է։ Զգայական դաշտի վրա է, բայց կապ ունի մարդու ինտելեկտի, չեմ ասում ինչ պիտի ինստիտուտ պիտի ավարտացել թիվ որ լսի, բայց ինստիտուտը չէ, էլի կրթության մենակ ինտելեկտի հիմքը, գենը կապ ունի, միջավայրը, որտեղ որ մարդը ձևավորվում է, մեծացել է։ Հիմա լիքը երեխա կա ուրիշ երաժշտության մեջ է մեծանում ու մեղադրելու չի, այդ մարդը ուրիշ բան է լսում ու չի նշանակում որ ինքը ինտելեկտի խնդիր ունի, բայց հա ռոք երաժշտությունը մի քիչ բարդ մարսվող բան է, ինչքան էլ իրան մի քիչ հիմա տալիս են այդպես կոմերցիոն գույն, բայց ամեն ինչ հետ է կապ ունի։ Ես չեմ կարծում որ նկարչությունը կամ ճարտարապետությունը ամեն մարդու համար ընկալելի է։ Ես էլ ռոք երաժշտությունը համարում եմ դասական երաժշտության ժամանակակից դրսևորումը, լավ ռոք։ Հիմա լիքը ապուշ խմբեր կան ռոք, այդպես չի որ բոլոր ռոք խմբերը լավն են, բայց իր հիմքը աղբյուրը սնման դասական երաժշտությունն է, իսկ դասական երաժշտությունը այնքան էլ հանրամատչելի բան չի։ Հաստատ։ Այս օրերին նաև համերգներ եք ունենում Երևանում։ Հիմա կխնդրեմ, որ նշեք մոտակա համերգի օրը ու վայրը, որտեղ կարծում եմ հանդիսատեսը կսպասի այդ ինֆորմացիան։ Ցավոք օրը չեմ կարող այս բանին նշեմ, բայց հուլիս ամսին կլինի, օրում եթե հետո հետաքրքիր լինի իմ այդ տարբեր էջերից Facebook-ին, Instagram-ին մարդիկ տեղը կլինեն։ Մայիսի 14-ին է եղել վերջի համերգը, որը նենց լավ էներգիա վերլիքը, որը ինչքան քանի օր ինձ ապրաստում է ու կապրաստի միջև մյուս համերգը։ Շատ շնորհակալ եմ զրույցի համար, շատ հաճելի էր։ Էլեն ջան, ինձ համար էր։ Ոնց որ տունը նստած խոսային, կարծում եմ որ հեռուստադիտողները ով դիտում է ձեր YouTube կանալիքը ներող կնի, եթե ինչ որ բաների մեկ-մեկ մի քիչ կոպիտ բնորոշում տվեցի, բայց հաստատ անձնավորված ոչ մեկի չեմ ուզես նեղացնեմ ու կարծում եմ այդ բոլորը հասկացան դրա մասին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։